Հնարավոր է, որ օրինակ միավորվեն որոշ քաղաքական ուժեր, ոմանք չպատասխանեն սվիններով իրենց հանդեպ արված որոշակի դիտարկումների։ Հնարավոր է միայն մի պարագայում, եթե ժողովուրդը որոշի, որ մենք մեկս մյուսին թշնամի չենք։ Ինչպես որոշի ժողովուրդը։ Պիտի որոշի։ Պիտի ժողովուրդը գիտակցի ինքնա պաշտպանական, գոյաբանական ուժերը մեզ մեջ պիտի հաղթեն, իմունիտետը պիտի միանա, եւ մենք գիտակցենք, որ մենք չենք ուզում մեկս մյուսին սպանել, որտեղ դրան կարող ենք, շատ հեշտ։ Դա կարող է լինել։ Եվ մենք պետք է շատ զգուշ լինենք դրանից եւ գիտակցենք, որ մենք պետք է մեկս մյուսին համարենք հարազատ մարդիկ։ Հարազատ։ Եվ այդ դեպքում միայն արդեն իշխանությունը գիտակցի, որ դու բոլորը թշնամի են, ով իմ դեմ է, օրակարգ այլևս չի աշխատում։ Եվ ընդդիմությունն է դա գիտակցի, որ չի կարող անդադ քարոզել, որ նրանք ով աջակցում է իշխանության երկրի դավաճաններ են, նրանց պետք է ոչնչացնել։ Այո, դավաճան պիտակը կպցրեցիր ճակատին, վաղ դու պարտավոր ես այդ մարդուն ոչնչացնել, որտեղ դավաճան է։ Եվ դա բերում է ծայրահեղ սրման, որը շատ վտանգավոր է հենց ժողովրդի համար ու երկրի ապագայի համար։ Երկու կողմներ ստիպված կլինեն, բայց այդ ստիպված լինել պիտի գա մեզանից։ Այլ կերպ չկա, բոլոր հասարակությունները այդպես է։